պետականության պահապանները իրենք են, ծիծաղեմ ձեր վրա, խնդամ ձեր վրա, որ դուք եք այսօրվա անկախության պահապանները, եթե դուք չեք անկախության ոչնչացողները, ծիծաղելի է, ուղղակի ծիծաղելի է, որ այսօրվա քաղաքական ուժը իրեն համարում է անկախության պահապան։ Ես ամբողջապես հակառակը կարող եմ ապացուցել, նույնիսկ կփորձեմ որոշ բաներով ապացուցել, որ իրենք անկախության որսորդներ են, անկախության հետևից են իրանք ընկել, բոլոր առումներով, և եթե մեր երկրին ամենաշատ, մեր երկրի անկախությանը ամենաշատ վնաս տվող ուժ եղել, ապա դա եղել է կա Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական ուժի հետ միասին, որովհետև ասելով չի էլի, որ իրանք պահում են, թե չեն պահում, հիմա մի քանի տվյալ բերեմ, որպեսզի ասածս այսպես մերկապարանոց չլինի։ Միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ մեր արտաքին պարտքը կրկնապատկվել է, 12.5 միլիարդ դոլար է այսօր, որը արդեն անկախության կորուստ է, պարտք վերցնելը ոչ ամոթ է, ոչ էլ չընդունված, դա վատ բան չէ, եթե դու կարողանում ես պարտքերը մարել, տոկոսները մարել և այդ բերած փողերի արդյունքում ստեղծել այնպիսի բան, որը քեզ ավելի շատ գումար է տալիս, քան այն վերցրած պարտքն է։ Մեր մոտ այդպես չէ բացարձակ, որևէ մեկը, որևէ ժուրնալիստ, որևէ ՔՊԱ-ական չի կարող ինձ հիմնավորված մի փաստ ասել, երկու փաստ ասել, որ վերցրած գումարները արդյունավետ են օգտագործելու առումով և պլյուս են բերում մեր երկրին։